նոր հուշեցին, ես էլ ձեզ հուշեմ, ՄԱԿ-ի գրասենյակը Բաքվում պահանջել է փակել եւ արդեն գործողություններ է կատարում այդ ուղղությամբ։ Կարմիր խաչի մասով ես հիշում եի, թեման ակտիվ էր, որ Կարմիր խաչի գրասենյակի փակման հարցը առաջ են քաշել։ Հիմա նաեւ ՄԱԿ-ի գրասենյակը այս 4 ենթակառուցվածքներով կամ ճյուղերով փակում է։ Հիմա եթե դուք ուրբաթօրը գնալու եք Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիաներ պահանջելով, որ իրենք պահանջեն այնտեղի իրենց գործընկերները գնան մասնակցի։ Ես դա չեմ մոռացել եւ այո առանց որևէ բան անելու են չէ փակում։ Բան չեն արել փակում են, չէ, այդ բան չանելու արդյունք է։ Դե թող քանի այնտեղ են գործողություն անեն ու եթե պետք է այդպիսի գրասենյակներ փակի, բա ՄԱԿ կառույցը ասելիք չի ունենալու Ադրբեջանին։ Մենք հիմի պիտի պահանջենք, որ պատժամիջոցներ կիրառեն։ Ձեր դեմքին թքում է Ադրբեջանը, բա անելիք չկա այդ կառույցը ինչի համար է։ Ու մենք պիտի պահանջենք սանկցիաներ կիրառեք այդ գործողությունների նաև համար։ Սա պիտի անընդհատ պահանջատիրություն լինի, բայց մենք պիտի չհոգնենք, այո, ինչ որ բան կարող է անարդյունավետ լինել, բայց պիտի քարը կաթիլով ծակենք։ Եվ մի բան էլ Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները ու այդ դատավարությունից կեղծ մենք տեսանք, չգիտեմ դուք նրա հետ թարմ տեղեկությունը բացի դրանից ինչ որ տեսանք դուք ինչ այլ տեղեկություն ունեք, արդյոք նա դադարեցել է հացադուլը թե շարունակում է եւ այսպես գնալով իր առողջությանը էական վտանգ է սպառնալու, նաեւ ձեր առողջական վիճակը ինչպես է ձեր եւ ձեր ընկերների։ Ինչպես եւ սպասվում էր, ստորինից ցածր ցուցանիշներով Ես պարբերաբար մի քիչ երևի իմ կազմվածքից տղաները մի քիչ ավելի ամրակազմ են, մի քիչ ավելի հաճախ եմ հիվանդանոց գնացել, բոլորիս ցուցանիշները արդեն սկսում են լինել վտանգավոր, դա էլ է փաստ, ես նաև բժիշկներին եմ խոստացել, որ եթե վտանգավոր դառնա, նաև իրենց ականջալուր կլինեմ, ինչի եմ սա ասում, որ դուք դեռ մենք ոչինչ Հայաստանում ենք հայ բժիշկների վերահսկողության տակ, դուք մեր վիճակը տեսեք ու պատկերացրեք Ռուբենի հետ ինչ է կատարվում այդտեղ։ Սա պիտի մենք զգանք, հասկանանք, տեսնենք։ Եվ այդ առումով դե այո, պիտի կազդուրվենք, հատուկ դիետայով պիտի դուրս գանք։ Մենք կազդուրվենք, մեզ մնում է մեր արժանապատվությունը ուղենք մեր մեջ կշտկենք։ Ռուբենից նորություններ կշարունակի։ Ինչ որ կա այս պահին դա է, գիտեմ որ շարունակում է, բայց նաև շատ հույս ունեմ, որ ինքն էլ պիտի իմանա ու իմացա, որ իրեն սպասում են իր ընտանիքը հատկապես։ Ես հույս ունեմ, որ պիտի դադարեցնի, բայց մենք պիտի զբաղվենք պատճառների վերացմամբ, որի համար նա հացադուլ է սկսել եւ զբաղվենք դրանով այնպես, որ այլևս երրորդ անգամ կամ նրանցից մնացած գենից որևէ մեկը առաջին անգամ հացադուլ այլևս չանեն, որտեղ իրենք մեզ ողջ ու առողջ են